Հարգելիներս, նորեն այսօր գողջունեմ ձեզի, շատ ուրախ եմ ձեզի հետ լալը եւ մենք ինչպես միշտ պիտի նայենք միասին ինչ ըրավ եւ ինչ իրականացնեց բարոն նախագահ մեր ազգի համար, որբեսի մեր ազգը ավելի ուժեղ զգա, որբեսի մեր ազգը ավելի պինդլա, որբեսի մեր ազգը աբակա ունենա, դեսնե ինչ պիտի լա իրենաբական եւ ինչպես պիտի լա եւ ինչպես պիտի իրականացվի մեր հայ ազգի աբական։ Հատոր համար նորեն ողջունեմ ձեզի եւ շատ ուրախ եմ մեծ բադիվենձի համար ձեզի հետ լալու։ Մենք այսօր պիտի ուսումնասիրենք հատուկ աշխատանքը կապված Արցախի հայության իրավունքներուն հետ, բայց ոչ մինակ։ Մենք պետք է հասկանանք, որ ինչ կատարվեցավ մեզի համար, Արևմտյան Հայաստանի համար, ինչ կատարվեցավ Արցախում, որպես անցագործություն, շարունակականությունն է, ինչ կատարվեցավ Արևմտյան Հայաստանում 1894-ից ի վեր։ Դուք հիմա տեղյակ եք եւ լավ գիտեք, որ Արևմտյան Հայաստանի համար ցեղասպանությունը սկսել է 1894, երբ Աբդուլ Ամիդի երկուսի գունդերը որոշեցին, ամիդյան գունդերը որոշեցին գոդորել մեր ծնողները, մեր ընտանիքները, մեր երեխաները։ Եվ դուք գիտեք հիմա, որ այդ գոդորածները 300,000 նշված է այդպես տարբեր աղբյուրներում մեջ հայությունը գոդորեցին։ Ամիդյան գունդերը, ամիդյան կնշանակե, որ Ամիդի անունով դրին այդ գունդերու վրա, ասեթե Աբդուլամիդի անունը դրին այդ գունդերու վրա, ադոր համար կասկնակ, որ ինչու համար մեզի համար ցեղասպանություն է, որովհետև պետության կողմեն, Օսմանյան կայսրության պետության կողմեն կազմակերպված ջարդերն են։ Յատականով, ասենք այն ժամանակ ուրիշ տեխնոլոգիա չի կար, բացի թանակը եւ յատականը։ Ուրիշ տեխնոլոգիան գրնանք, ասենք այդպես ուսումնասիրել դեր շիրմեն։ Ասենք դեր շիրմեն այդ գործողությունն է, որ թուրքերը կմտնեին մեր քյուրերուն մեջ, կգոդորեին մեր ծնողները եւ կփրնեին մեր զավակները։ Կպատկերացնեք այն ժամանակ արդեն կփրնեին մեր զավակները եւ որպես յանիսերները կպատրաստեին, որպեսի նուն ձուլված զավակներ անոնք շարունակեն այդ անցագործությունները մեր ծնողներու անտեպ։ Կպատկերացնեք ինչքան սինիկ փիս ծրագիրներն են, որ այդպես կպատրաստեն մեր երեխաները, որպեսի հետագայում անոնք մեզնալով պատրաստելով զինվորական դաստիարակությունով անոնք շարունակեն գոդորելու մեզի։ Բայց այդպես է, սա իրականությունն է եւ մենք ուսումնասիրեցինք այդ իրականություն, ինչպես որ այսօր գա ասարակության մեջ անձերը, որ հայտարարեն, որ Արցախը Ադրբեջանի մաս կկազմի, կամ Նախիջևանը գա օրինակ այդպես ներկայացված փյուրքի մեջ գա անձերը, որ իրենց համար Արևմտյան Հայաստանը գոյություն չունի, բայց ոչ մինակ կներեք այդպես ներկայացված փյուրքի մեջ նույնիսկ վեևե այս փյուրքի մեկ մասը, որ գաբրի Հայաստանի Հանրապետությունում այսօր իրենց համար Արևմտյան Հայաստանի հայությունը կամ Արևմտյան Հայաստանը գոյություն չունի։ Անոնք որ պատկերացնեք, անոնք որ 3 սերունդից առաջ
եկան Արևմտյան Հայաստանին, եկան մեր հայրենիքեն, դեղափոխվեցին նույնիսկ Հայաստանի, ասենք թե Կովկասյան հայկական հանրապետության մեջ եւ անոնք այսօր կհայտարարեն, որ Արևմտյան Հայաստանը գոյություն չունի, անոնք որ անդերեն եկան։ Այդ կուզեմ, որ պատկերացնեք, ինչ տեսակ անցագործություններ կան։ Բայց այդ անցագործություններու դիմաց դուք կրնակ ուսումնասիրեք ովևէ միջազգային դատը եղել է մեր վնասները ադուցելու համար։ Այսինքն մեր ազգի Արևմտյան Հայաստանի մասին է խոսքը։ 100 տարվա մեջ ովևէ իրական դատը եղել է, բացի 1919-ի եւ 1920-ի։ 1919-ի դատերը երի թուրքերու դեմ եղել են եւ բավական լուրջ պատասխանները ստացանք։ Ինչու, որովհետեւ այդ պատասխանները գործընկենք մենք այսօր, այդ վճիրները գործընկենք այսօր թիմելու համար պետությունները, որ անժամանակ պատասխանատվություններ ունեին։ Եվ 1920-ը, որտեղ բարձրագույն խորհուրդը, ասենք թե այդ դերությունները, որ մասնակցեցին առաջին պատերազմը, որոշեցին մինչև Սևրի դաշնագիրը եւ իրավարար վճիրը իրականացնելու գսեմ, որովհետեւ իրականացնեցին իրենց համար։ Այդ Սևրի դաշնագիրը մանդատներու միջոցով իրականացնեցին իրենց համար։ Այստեղ ալ պետք է ճիշտ հասկանանք։ Շատերը գսեն, որ Սևրի դաշնագիրը չի իրականացվեց։ Գներեք, իրականացվեց այերուն համար չի իրականացվեց, կամ Հայաստան պետության համար չի իրականացվեց, բայց իրականացվեց այդ պետություններուն համար, որ ստորագրեցին կամ վավերացնեցին Սևրի դաշնագիրը։ Պատկերացնեք։ Այդ իմաստով է, որ մենք 2016-ից, ասենք 10 տարի առաջ, որոշեցինք վավերացնել որպես Արևմտյան Հայաստանը Սևրի դաշնագիրը։ Շատ կարևոր գործողություն մներ, որովհետև այդ Սևրի դաշնագրի մեջ գրված էր, որ հոդված 64 եւ 65, որ քյուրդերը, եթե Սևրի դաշնագիրը ուժ կստանա, 1 տարի ունին իրենց անկախությունը հայտարարելու, գոչելու եւ այլն։ Ինչ պատահեցավ 2017-ը Իրաքի Քուրդիստանի մեջ։ Քյովեն կազմակերպեցին քյուրդերը այնտեղ իրենց անկախությունը հաստատելու համար, բայց ոչ Իրաքեն անկախանալ։ Ասենք թե ուժ դնելը Սևրի դաշնագրի հոդվածները, որպեսզի անոնք քվեի միջոցով իմանան, եթե Քուրդիստանը, ասենք թե որպես Սևրի դաշնագրի մաս կանգախանա, ասենք թե կգոչի իրեն անկախություն կամ չի գոչելու, եւ սեպտեմբերի 2017-ին քյուրդերը կազմակերպեցին այս քվեն եւ ընտրեցին, որ գտնունին անկախությունը, բայց նորեն գսեմ ցեզի Իրաքեն իրավունք չունեին անկախանալ, որովհետև Իրաքի սահմանադրության մեջ գրված է, որ քյուրդերը իրավունք ունին իրենց ինքնավորոշման իրավունքը իրականացնել եւ ավտոնոմ ինքնավար մաս կազմեն առանց անկախանալով Իրաքեն։ Այստեղ շատ կարևոր է։ Այդպես կուզեմ, որ դուք ալ ճիշտ հասկանաք, որ քյուրդերը ալ կփորձեն Սևրի դաշնագրի անուղղակի ձևով իրականացնել։ Այստեղ ալ պետք է ավելացնենք մեկ բան։ Իրենց քարտեզը, Քուրդիստանի քարտեզը, որ քաղաքական քարտեզը, որ կներկայացնեն, ովևէ կապ չունի Քուրդիստանին հետ։ Եվ մանավանդ անոնք հաշկ ունին մեր տարածքներու վրա։
այդ դարաշներու վրա, որտեղ Woodrow Wilson-ի իրավարար վճիրը սահման գծեց։ Ադոր համար իրենց քաղաքական բանջը ուժ չունի իրավանական դաշտում, որովհետև չեն կրնար բանջեր մեկ հատ դարաշքը, որտեղ արդեն իրավարար վճիրը ուժ ունի։ Այստեղ ալ պետք է ճիշտ հասկանանք ինչպես մոդելությունը ինչպես է։ Ուրիշ բան ալ կա այստեղ։ Շատ անգամ եւ ես ալ կկրկնեմ, որ գսեն հայության մեջ գսեն չեմ գիտեմ հիմա չեմ գնալ ասել փորձագետները, բայց ասենք քաղաքական գործիքները գսեն, որ Լոզանը փագեց Սևրը, այդպես բան չկա։ Լոզանի դաշնագիրը եւ Սևրի դաշնագիրը տարբեր դաշնագիրներն են եւ մեկը մյուսին հետ կապ չունին, մանավանդ որ Լոզանի մեջ հայության մասին խոսքը չի գա։ Եվ կարևոր է մեզ համար, որ խոսքը չի լինի, որովհետև մենք կնշանակի, որ Արմենիան Հայաստանի կողմեն ոչ մեկը մեր կողմեն չի մասնակցեց եւ չի փակեց Արմենիան Հայաստանի իրավունքները Լոզանի միջոցով կպատկերացնենք։ Ադոր համար սա այստեղ շատ կարևոր է։ Հիմա եթե կանդրադառնանք Արցախի հայության իրավունքները, մենք որպես Արմենիան Հայաստանը սկիզբեն ի վեր, երբ արդեն Արցախը որոշել է միանալ այդպես ներկայացված անժամանակ Սովետ Հայաստանը, մենք արդեն տիգուն կայնեցինք որպես Արմենիան Հայաստան, որպես Արմենիան Հայաստանի հայություն, տիգուն կայնեցինք Արցախի հայության որոշումին։ Եվ մենք չենք հրաժարվելու, այո, ճիշտ է, որ Արցախի հայությունը որոշ է միանալ Սովետ Հայաստանին է։ Մանավանդ, որ Արցախի հայությունը տասնյակ տարի վեր բոլշևիկյան տարիների ժամանակ բավական ջարդեր կատարվեցին Արցախի հայության հանդեպ Բաքվի ռեժիմի կողմեն կազմակերպված։ Եվ մեր հայրենակիցները չէին կարող շարունակել ապրել այդ տեսակ ռեժիմի մեջ կամ այդ տեսակ ռեժիմի հետ։ Այստեղ ալ մենք պետք է հասկանանք ինչ անցել են Արցախի հայությունը, ինչ դժվարությունները անցել են, Շուշվա ջարդերը 1920-ին հազարամյակ հայությունը ջարդեցին այդ Բաքվի տատարական ռեժիմը կողմեն կազմակերպված։ Ադոր համար մենք կգնանք հասկանալ ինչու Արցախի հայերը որոշեցին միանալ Սովետ Հայաստանին հետ 1989-ին։ Եվ այդպես ալ նշված Հայաստանի, այդպես ներկայացված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի մեջ, որ ստորագրված էր օգոստոսի 1990-ը։ Շատ նորմալ է, ասենք այստեղ որևէ խնդիր չեմ տեսնելու։ Գիտեմ եւ կհասկանամ, որ այսօրվան Երևանյան ռեժիմը կուզե փոխել այդ գաբը Արցախի հայություն եւ Սովետ Հայաստանը կամ այդպես ներկայացված եւ ամացանք չեմ ես, որ այդպես լինի, բայց այդպես ներկայացված է որպես Հայաստանի Հանրապետություն, որովհետեւ ինձ համար Հայաստանի Հանրապետությունը 1920-ից ճանաչված դերություններու կողմեն Հայաստանի Հանրապետությունն է եւ ոչ ուրիշ։ Հիմա կասկնակ մեր անունը վերցեցին Երևանյան իշխանությունները մեր անունը վերցեցին, որովհետեւ ստեղծեն մի Հայաստանի Հանրապետությունը, որ Սովետի Հայաստանի չափը ունենա։ Սովետի Հայաստանի չափը ունենա, բայց մենք որպես Արմենիան Հայաստանը չենք ընդունում մեր պետության բաժանմունքներ, մենք ընդունենք մեր պետության ընդանուր պետությունը եւ ընդանուր տարածքը
ինչպես որ ճանաչումը ստացավ 1920-ը։ 4 նահանգները Հայկական Կովկասյան Հանրապետություն եւ Արցախը։ Բայց երևա, որ ամեն ինչ կնեն, որ այդպես չի լինի։ 1991-ը որոշեցին իբր թե Ալմատայի միջոցով, որ ուրիշ պահանջներ չեն ունենալու եւ իրենց դարաշտները, ասենք Ադրբեջանը, Վրաստանը եւ այդպես ներկայացված որպես Հայաստանի Հանրապետությունը կճանաչեն իրենց ամբողջականությունը։ Ալմատան սա քաղաքական հարգելիներս Ալմատայի որոշումը քաղաքական որոշումը իրավաբանական տեսանկյունեն ոչ մի ուժ չունի եւ դուք ալ կտեսնաք որ նույնիսկ այսօր Ադրբեջանը չի հարգում Ալմատայի որոշումը պայմանավորությունը Այդ իմաստով կտեսնանք ինչ անձակորձությունները կատարվեցին եւ Ադրբեջանը ամեն ինչ ըրավ դեհանելու համար Արցախի հայությունը 1991-ից ի վեր ինչպես որ կատարվեցավ Բաքվի, Սումգայիթի, Գանջայի եւ այլն եւ շարունակեցին Արցախի վրա 1992 դեհանեցին Շաումյանի հայությունը եւ այդպես շարունակվեցավ պատերազմը եւ մենք որոշեցինք դիգում գայնել մեր ազգի եւ նորմալ է եւ նույնիսկ այսօրվան Երևանյան իշխանությունները չեն կան արտադաբարել մեզի որ մենք որոշեցինք դիգում գայնել մեր ընտանիքներուն իրենց կյանքը ապահովելու համար կպատկերացնեն թող փորձեն բայց չի կա այդպես բան եւ Ադրբեջանը գրնա ասենք թադրոն մսարկել մեր գլխի վրա բայց իրավաբանական տեսանկյունեն մենք իրավունք ունենք մեր ընտանիքները ապահովել, փրկել, պաշտպանել եթե այդպես քրեական անձակորձությունները կկատարվեն քրեական անձակորձությունները ասենք ով է սա որ Ադրբեջանի բանակը իրավունք ունի Մարաղայի քյուրի ընտանիքները գոտորելու գրնակ մեկ հատ թող մխրկեք ինձի կամ ներկայացնեք որ Ադրբեջանը իրավունք ունի մեզի գոտորելու այդպես բան չի կա ես չեմ գիտեր ինչ կկատարվի բայց դուք իմացեք որ քրեական անօրինական անձակորձություններն են մեր ընտանիքներու անտեր ինչպես որ կատարվեցավ 1993-ը, 94-ը եւ այլն եւ նորեն գսեմ ովևէ զինված ուժը իրավունք չունի մեր զինվորներուն մեկ օքի խփելու բայց խփեցին չէ սնայպերները 25 տարի 1994-ին մինչև 2020 Տշնամիներու սնայպերները կխփին մեր զինվորներու վրա, չէ՞։ Քանի զոհ ունեցանք այդ 25 տարվա մեջ շատ ունեցանք։ Բայց չի կայնեցավ վիճակը 2016-ը գիտեք հիմա ինչ պատահեցավ եւ 2020 սեպտեմբերի 27-ը երբ նորեն Ադրբեջանը որոշել է արձակել մեր քաղաքացի վրա, մեր ընտանիքներու վրա։ Մենք ինչ մտածեցինք, որպես Արևմտյան Հայաստանը, ես ներկա էի անդե, որպես կամավոր քացի, այս վիճակը դեղում անհասկանալի էր ինձ համար իրականության չեմ ուզել խորանալ այդ հարցը հիմա բայց կանդրադառնանք անպայման բայց ինչ պատահեցավ որ արդեն մեր ժամանակն էր որ մենք սկսենք այդ տեսակ անձակորձությունները
դատարանի միջոցով լուծումը գտնենք։ Հասկանաք, ես շատ լավ հասկանամ, մանավանդ իմ կողմեն, որ ուժն է իրավունքը, այդ մասին չեմ խոսելու, բայց մենք աշխատանքն ունենք դանելու իրավաբանական դաշտի վրա, որովհետև մենք իրավունք չունենք թողնելու հատ անցագործները կամ անցագործ պետությունները առանց պատասխան ստանալ, եւ պատասխան պետք է տան, կներեք, պատասխան պետք է տան, ինչպես պիտի տան պատասխան, նայեցեք, մեր կողմեն, հայության կողմեն, մինչև հիմա երբեք չկազմակերպեցինք ռազմական դատարանը մեր կողմեն, ընդհանուր հայության մասին է խոսքը, չի նշանակի, որ չեն գնելու, բայց գներեք, բայց Բաքվի կողմեն կազմակերպեցին, մեր կողմեն մենք չկազմակերպեցինք ռազմական դատարանը այդ բոլոր անցագործություններուն համար, լավ, չի նշանակի, որ չեն գնելու, նորեն գսեմ, բայց մենք դիմեցինք, չէ, միջազգային դատարանը, Եվրոդատարանը, որոշեցինք, ասենք թե մենք առաջարկեցինք մեր հայրենակիցներուն, Արցախի հայրենակիցներուն, որ թիմեն Արմենիան Հայաստանի կառավարություն, որովհետեւ մենք կարողանանք բողոքները ներկայացնել մարդուն իրավունքներու դատարան։ Եթե գուսումնասիրենք մինչև 2004-ի վերջը հարգելիներս, մենք ունեցանք մոտ այդպես ներկայացված է ամեն տեղ 150,000 Արցախի հայը, որտեղ հանեցին TV այդպես ներկայացված Հայաստանի Հանրապետություն։ Մոտավորապես, եթե ամեն մեկ ընտանիքը 5 հոգի են, կնշանակի 30,000 ընտանիք դեղահանեցին Ադրբեջանի ռեժիմը, Բաքվի ռեժիմը։ Եթե գուսումնասիրենք 2020-ից ի վեր, քանի բողոքներ կան դատարանում, մոտավորապես մինչև 2024-ը, մոտավորապես թիվ մնեդեմ 600 բողոք կա, 30,000 ընտանիքի դիմաց, որ դժվեցին, որ ցեղասպանեցին Բաքվի ռեժիմը, մենք խրգեցինք դատարանը, մենք, ասենք թե մոտ 22 իրավաբանականներ կան ընդհանուր, որ մեջը պաստապաներ կան եւ ոչ պաստապաներ կան, ես պաստապան չեմ, Արմենիան Հայաստանի նախագահում, եւ մոտ 22 իրավաբանական անձի կողմեն խրգեցին դատարանում 600 բողոք, շատ քիչ է, հարգելիներս, ես չգիտեմ, եթե լավ չեմ հասկանում իրականության, որովհետև մենք սկիզբը, ասենք թե 4 տարի, մենք դիմեցինք ամբողջ հայությունը, ասենք թե Արցախի հայությունը, որ մոտիկանա մեզ, եւ մենք այդ գործողությունը տանենք, եւ շարունակենք տանել, մենք 600 թիմում դատարանում ընդունված կողմեն, որպես թիմում, շատ քիչ է 30,000 ընտանիքի համար։ Ադոր համար նորեն գտիմեն մեր Արցախի հայերը, դուք մի լիաստափվեք, շարունակենք մենք մեր ազատագրական պայքարը դատարանի միջոցով պաշտպանելու համար մեր իրավունքները, պաշտպանելու համար վերադարձի իրավունքը, բայց ոչ Ադրբեջանի մեջ, վերադարձի իրավունքը Հայաստան պետության մեջ, ես չեմ խոսիր Հայաստանի Հանրապետության մասին, Երևանյանի մասին չեմ խոսիր,
Հայաստան պետության մեջ, ինչպես որ ճանաչված է 1920-ից ի վեր։ Եվ մենք չի հրաժարվեցինք, ասել է արմեդյան Հայաստանի հայության կողմեն, մենք երբեք չի հրաժարվեցինք մեր պետական իրավունքները եւ մեր որպես արմեդյան Հայաստանի հայ մեր ինքնությունը եւ ընդհանուր իրավունքները կրնամ հասկանամ, որ Թիֆլիսի ազգային խորհուրդը 1918-ից մինչև 1920-ը հրաժարվել է եւ լեզու կդավ թուրքերուն հետ։ Կրնամ հասկանամ, արդեն փաստերը կան։ Մենք կխոսենք այստեղ Բաթումի պայմանագրի մասին, կխոսենք վերջը Ալեքսանդրոպոլի պայմանագրի մասին, մինչև 1927-ը, երբ քյուրդերուն հետ տալ նստեցին եւ հրաժարվեցին Սևրի դաշնագիրը, բայց սա իրենց խնդիրն են, այդ կուսակցության կամ այդ ազգային խորհրդի կամ այդ դե ֆակտո ռեժիմի խնդիրն է, բայց այդ իրենց որոշումները չեն հասնելու ամբողջ հայության իրավունքներու վրա, այդ կուզեմ ասեմ ձեզի, այդ խորհրդի, այդ մի քանի հոգի, այդպես առաջին անդրադարձության մասին կխոսեմ, ինձ համար չի գա դες առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, 10-րդ անդրադարձություն կա մեկ Հայաստանի անդրադարձություն 1920-ի ճանաչված անդրադարձությունն է։ Մեկը կա պետությունի, որ ներառյալ Արցախով, ներառյալ Արմենիան Հայաստանում, Նախիջևանով, Ջավախով եւ այլն։ Սա է։ Ադոր համար նորեն գսեմ Երևանյան որոշումները մեզի համար իրավաբանական դաշտի վրա ուժ չունին, քաղաքական որոշումներն են եւ չեն կրնար շրջանցել թե իրենց որոշումները չի նշանակե, որ մենք որպես հայություն կարողացան չզոկացնել մեր ամբողջ իրավանական պատետը։ Նորեն գսեն այդ խումբերը, այդ կուսակցությունը կամ այդ տեսակ քաղաքական գործիչները իրենց որոշումները ուժ չունին իրավանական դաշտի վրա, որովհետև մեր պետականությունը ճանաչված է դերություններու կողմեն այն ժամանակ, մեծ պետություններու կողմեն, որ ախտեցին առաջին պատերազմը։ Ուրեմն, մենք որոշեցինք դատ բանալ Ադրբեջանի դեմ եւ պիտի շարունակենք այդ աշխատանքը, ինչու կանրադառնանք այդ հարցով այսօր, որովհետեւ դատարանը որոշել է արդեն մեր բողոքները ներկայացնել իրենց կայքում։ Եթե հիմա կուզեք տեսնալ ինչքան մենք բողոքներ ունենք Եվրո դատարանի, ասենք մարդուն իրավունքներու դատարանի կայքի մեջ, կրնակ գտնել մեր ամբողջ ասենք մինչև 2024-ի մեր ամբողջ բողոքները 2025-ը գա եւ 26-ը անշուշտ գա։ Բիլի շարունակվի, կուզեմ ասեմ ձեզի։ Ինչ կա դա կրկին այստեղ։ Նորեն գսեմ 20 ընդանուր բողոքդողները, ասենք իրավաբանականները կամ փաստաբանները 22 հոգի են։ Ներառյալ մենք Եվ այդ 22 օկու մեջ մինակ մինչև 2024-ը 600 բողոք խրգեցինք դատարանում։ Նորեն գսեմ, շատ քիչ է, ինչու նորեն գսեմ, որովհետեւ դուք ճիշտ պատկերացնեք։ Հիմա այստեղ նայեցեք հարգելիներս։ Կան որ փաստաբաններ կան որ փաստաբան չեն։ Վստահ է, չէ՞։ Շատ շարժումներ կան, շատ ժողովներ կան, շատ մինչև օրինակ Բերնում երբ վեապարը հայտարարություն արավ Արցախի հայության իրավունքներու հետ կապված, այդ ամեն ինչ շատ օգտակար է։ Այդ բոլոր ժողովները, գիտաժողովները, հայտարարությունները, մինչև Եվրոպարլամենտի որոշումները, հայտարարությունները
մինչև երրորդ խորհրդի որոշումները, հայտարարությունները, ամեն ինչ օգուտ է Արցախի հայության իրավունքները պաշտպանելու համար։ Բայց նորբություններ կան։ Մենք ինչ ենք ուզում, մենակ ընտանիքի կամ անձի գույքը պաշտպանել, կամ մենք եւ ընտանիքի կամ անձի գույքը պաշտպանել, պլյուս ընդհանուր Արցախի կարգավիճակի հետ կապված որոշումը։ Մենք, որպես Արևմտյան Հայաստանը, կաշխատենք այդ երկու դաշտի վրա։ Ադալ պետք է հարգել։ Մենք այստեղ հստակ պետք է իմանանք, մենք Արցախի անկախության մասին չեմ խոսիլ այստեղ, եւ չեմ ընդունիլ, որ Արցախը մեզ անկախանա։ Որպես Արևմտյան Հայաստանի նախագահ, իմ որոշումս հստակ պետք է լինի։ Արցախի անկախությունը ինձ համար ամենից հարցը եկավ, բայց ինչից պիտի անկախանա Արցախը, եթե գուզե անկախանա։ Եթե միացավ Հայաստանից, ասենք թե Սովետ Հայաստանին 1989-ին, հետո ինչից կուզե անկախանալ։ Եվ եթե կանկախանա Ադրբեջանեն, կնշանակե, որ կընդունի, որ մինչև իրեն անկախության գոչը Ադրբեջանի մաս կկազմեր, բայց ինքը երբեք Ադրբեջանի մաս չէր կազմեր մինչև Սովետը։ ಅದರ համար մենք ոչ ստիպված, բայց մենք պիտի ճիշտ ձևով վերլուծենք ամեն ինչը, որպեսզի ճիշտ ձևով պաշտպանենք Արցախի հայության իրավունքները։ Ինչ կնշանակի իմ ամբողջ բացատրությունս կհաբացուցե, որ երբեք Արցախը Ադրբեջանի մաս չէր կազմեր։ Բացի քաղաքական հայտարարություն Երևանյան իշխանություններու կողմից։ Եթե հիմա ինչ եղավ եւ ինչու այդպես եղավ, որ Երևանյան իշխանությունները որոշեցին մեկ անձնել Արցախ Ադրբեջանի եւ հետո հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի տարածքն է։ Առանց ապացուցելով, ասենք թե իրական շատ էշտ է, քաղաքական որոշումը ներկայացնել, հայտարարություն մնել, բայց առանց ապացույցներով, որ ինչի իման վրա, Ալմատայի վրա ապացույց չեցեցի, որ սա արդեն քաղաքական որոշումն է։ ՄԱԿ-ի 4 որոշումներով վրա 1993-ից ի վեր, ադալ քաղաքական որոշումներն են։ Իշա, ասենք թե ժամանակ սկիզբը Ռուսաստանի ազդության կամ ովևէ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդության եւ այլն։ Քաղաքական որոշումներն են ՄԱԿ-ի որոշումները։ Իրավաբանական դաշտի վրա այդ ամենի չի հաստատված։ Չի հաշվի առնելով, որ իրականության ընթացքում Ադրբեջանն որոշումները ներկայացնեց եւ հրաժարվել է Արցախից։ Ասենք թե իրավաբանական դաշտի վրա ինքը չի գտնալով, ասենք թե ապացուցել, որ Արցախը իրենն է, որևէ չափով քաշվել է եւ ունենք այդ բոլոր փաստաթղթերը։ Այդ իմաստով ընդունել կամ հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի մաս կկազմի, Երևանյան քաղաքական ուժերու կողմեն, մի վրազեք այդպես, եւ ինչու կվրազեք, ասենք թե օգուտ հումի, խաղաղության, ինչ խաղաղության մասին է խոսքը, բոլորս գիտենք, որ այդ արհեստական սարկած խաղաղությունն է մինչև ընտրությունները։ Եթե ընտրությունները կլինեն անշուշտ այս տարի։ ಅದರ տեսնենք ամեն ինչ գերեվա, բայց ինչու այդքան շուտ որոշել, որ Արցախը Ադրբեջանինն է, եթե ընդհանրապես Արցախը Ադրբեջանին չէ։ Իրավաբանական տեսանկյունին կտեսնենք, այսինքն մենք թողնենք այսօր
դատավորները որ որոշեն, ոչ որևէ քաղաքական կորզիչը նստած է իր օֆիսում մի հայտարարություն մգնի այդպես։ Թողնենք դատավորները, դեսնենք դատավորները հաշվիարներով այդ բոլոր իրավաբանական փաստաթուղթերը 1917-ից ի վեր 1894-ից ի վեր հաշվիարներով որ ինչ կատարվեցավ Արցախում մանավանդ միջազգային դատարանի կողմեն մարդկության դեմ անթակոզություն մնե հաշվիարներով որ սա արդեն ցեղասպանության շարունակությունն է մինչև 2023-ը հաշվիարներով որ Արցախի հայություն բնիկ ազգ է բնիկ ժողովուրդն է հայ ազգի մեջ եւ ինքը հազարամյա տարիների վեր ապրել է Արցախում Արցախի տարածքում եւ այստեղ կապ չունի անունը Գարվաճար է անունը Շահումյան է անունը Գետաշենն է կապ չունի Արցախցին ինքը ուսուցային Արցախից հարավային Արցախից ընդհանուր Արցախից ինքը բնիկ է ինչ կմտածեք որ բնիկ հայը որևէ իրավունքներ չունի իր տարածքի հետ կապված եւ իսկապես այդպես կմտածեք եթե այդպես կմտածեք նորեն կսեմ ձեզի հարգելիներս կսխալվեք որովհետեւ այդպես բան չի կա բնիկը մասնավոր ճանաչված իրավունքներ ունի ոչ միակ հայտարարության միջոցով ասեցի ոչ տիպողական միջոցով գա հadoop կոնվենցիոներն են որ պիտի այդ կոնվենցիոները օգտագործենք Արցախի եւ Արմենիան Հայաստանի հայության իրավունքները պաշտպանելու համար այո մեկը մյուսին հետ կապ ունի ինչու պիտի կապեմ Արմենիան Հայաստանի հայերը եւ Արցախի հայերը ասենք թե եթե ցեղասպանության շարունակականությունն է ինչու չի պիտի կապեմ պիտի կապեմ եւ պիտի կապեմ դատարանի մեջ որբեսի դատավորները հասկանան որ հայության անտեպ մաստավոր մտածված անձակոզություններն են եւ այդ անձակոզությունները չսկսան մինակ եւ մինակ 1988 Սումգայիթով Բաքվիով եւ այլն միշտ եղել է եւ պետք է կայնեցնենք չէ այդ անձակոզությունները չի պետք է կայնեցնենք Ասե մինակ ուժով, բայց մենք ուժ ունեցանք, ուժը կազմակերպեցինք, բանակը ստեղծեցինք եւ նայեցիք ինչ կատարվեցավ։ Նայեցիք մի քանի իշխանություններու կողմեն մեր ջանքը որ տապեցինք, մեր հայրունը որ տապեցինք, մեր ադամեն ինչ որ տապեցինք, նայեցիք ինչպես խաղացին եւ ինչ կներկայացնենք հիմա ինչ ենք ներկայացնում Adorable, որպես Արմենիան Հայաստանի նախագահ գուզեմ որ դուք ճիշտ տեղյակ ըլլաք որ 600 բողոքը քիչ է լավ է որ ըրինք լավ է որ սկսել ենք այդ բողոքներուն մեջ պետք է ավելացնենք մեր հոգևոր ժառանգության խնդիրները Այդպես չէ, որ մինակ Արցախի հայության վերարտարքի հարց կա, անպայման սա կա, եւ մենք չենք զիջելու այդ հարցով, բայց կա մեր հոգևոր ժառանգության խնդիրները, ինչու համար կա մեր հոգևոր ժառանգության հարցը մեր բողոքներում մեջ։ Սուրբ բառը, սրբություն բառը հասկանաք ինչ կնշանակի, չէ՞։ Մեզի համար երբ մենք մտանք դադիվանք առաջին անգամ որ մենք մտանք դադիվանք սրբություն բառը մենք անմիջապես հասկացանք ինչի մասին է խոսքը երբ մենք կփնտրենք եւ գտնենք խոդավանքը եւ կտեսնանք խոդավանքի վիճակը Անմիջապես մենք հասկացանք ինչ կնշանակի սրբությունը եւ մենք կտեսնանք մեր աչքերով ինչպես 2015-ը
2005-ի կներեք, ինչպես Ադրբեջանի զինված ուժերը կքանդեն, կգոդրեն, կոչիչացնեն Շուխայի դեկտեմբերի 2005-ից Շուխայի խաչքարները։ Մենք հասկացանք ինչ կնշանակի սրբությունը։ Ով պիտի մեզի թասկ տա, մանավանդ Արմենիան Հայաստանի հայերուն, ինչ կնշանակի սրբությունը։ Երբ մենք հաշնացեցոց մտանք եւ շնչեցինք հաշնացեցոցի օդը, անկիստությունը, մաքրությունը, մենք հասկացանք ինչ կնշանակի սրբությունը։ Շատ անգամ գսեմ, որ այո, տաճարները կան, եկեղեցիները կան, գա հայը սրբությունն է, որ հայը մենք հասկացանք մեր մաքրությունը, մեր հոգևորությունը, ինչպես մենք մեր նվիրվածությունը, մեր հայրենիքը եւ հայրենիքի դարաշները ազատագրելու կամ փրկելու կամ ապահովելու, մեր ընտանիքները ապահովելու, մենք հասկացանք ինչ կնշանակի սրբությունը։ Սրբությունի մասին պետք է խոսենք, պետք է ուսումնասիրենք, բայց սրբությունը ալ կսկսի մեր մեջ։ Եվ գրնապատա է, եւ այդպես է, որ օդարները չեն հասկանալ, ինչ է մեր սրբավայրերը, ինչ կնշանակի, կմտածեք, որ Արցախի անդառները, սրբավայրերը չեն մեզի համար։ Մտել եք Արցախի անդառներուն մեջ, որպեսզի հասկանաք, ինչ կնշանակի սրբավայրը, ինչ կնշանակի։ Մեր սարերը, որ մենք գերտանք մեր սարերը ուսումնասիրելով, հետախուզություն ունելու համար, ամեն ինչ ունելու համար, մեր սարերը ոչ մի կապ չունին սրբավայրներու հետ։ Մեր սարերը սրբավայրներն են։ Այս շաբաթը եւ այս ամիս Արմենիան Հայաստանի խորհրդարանը կաշխատի Վանալիջի փրկելու ծրագրի վրա եւ մասնավոր զեկույց մը կպատրաստեն եւ այդ զեկույցը պիտի ներկայացնեն դարբեր միջազգային աջալները։ Ինչու համար Վանալիջը լիճ է, չէ՞, սրբավայր չէ, մեզի համար սրբություն չի գա Վանալիջի մեջ։ Ամեն կան որ գկան գլողանան Վանալիջի մեջ, գլողանան, շատ լավ տոլողանան, բայց կան որ չեն լողանալու, որովհետև իրենց համար այդ ջուրը սուրբ է, չեն լողանալու։ Անայդի աղբյուրը կամ աղբյուրները որ կան, ջուրերը որ կխմենք, սուրբ չեն, ջուրը ջուր է, պիտի խմես, չէ։ Այդ ջուրը խմելով բամը չստացվի, բամը չի պատահի, քո մարմինը բամը չի փոխվելու, մարմինը չի շնչելու, ջուրը եւ քո մարմինը որևէ կապ չունին, ջուրը պիտի այստեղ լա մինակ, ասենք թե խմելու համար, հանդես չի։ Ջուրին մեջ նարգա սրբությունը։ Եվ մենք երբ կխմենք Անայդի աղբյուրի ջուրը, այդ սրբությունը կստանանք։ Ադոր համար մեր դատական աշխատանքներում մեջ, եթե չի գա ամեն ինչը, եթե մենք մինակ բողոք կներկայացնենք գույքերուն համար, դուներու համար, դարաշներուն համար, բնակարաններուն համար, մենք չենք հասկանալ այդ բողոքի իմաստը, մենք խոր չենք հասկանալ այդ բողոքի իմաստը, բայց Արմենիան Հայաստանի կողմը այդ
իմաստը մենք հասկանանք։ Ոչ մենակ մենք հասկանանք, այդպեսն ալ կներկայացնենք ընդանուր բողոքը, որովհետև գենետիկական ռեսուրսներ ալ ոչնչացնեցին Ադրբեջանի ռեժիմի, ասենք թե Բաքվի ռեժիմի բանակը եւ վնասեցին մեր ամբողջ սրբավայրը եւ մինչեւ հիմա Այդ հասկանաք, մենք չենք խոսիլ այստեղ թիմումներու կամ ասենք թե մանրամասներու մասին։ Մենք կխոսենք այստեղ ընդանուր իմաստ, բողոքի իմաստը, ինչու համար Արմենիան Հայաստանի կառավարությունը որոշել է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը։ Այդ մասին կխոսենք հիմա։ Եվ մենք այդ տեսակ պայքարը պիտի շարունակենք։ Կապ չունի, եթե այդպես ներկայացված կոչված Թուրքիի, ասենք թե այդպես կոչված Սփյուռքի կազմակերպությունները կամ կուսակցությունները կամ չգիտեմ ով տիկուն կգայնեն մեզի, տիկուն չեն գայնելու մեզի, կապ չունի սա։ Մենք պիտի շարունակենք, որովհետև մեր նպատակը հստակ է։ Գերեվա, որ շատերը մեզի չեն հասկանար, բայց ինչ սրբությունի մասին է խոսքը, ինչ սրբավայրերու մասին է խոսքը, ինչ կնշանակե, սա գա դատարանի օդվածները, այդ դատարանի օդվածներու դիմաց կրնաս բողոքը ներկայացնես։ Հիմա ուղղակի, անուղղակի արդեն նայած ընդանուր տեսակ ամսակոծությունն։ Այո։ Գան որ այդպես կմտածեն, մենք այդպես չենք մտածել։ Մենք ավելի խոր կմտնենք խնդիրի մեջ եւ մենք կփորձենք լուծումները գտնել, որբեսի բոլորը եւ միջազգային աջակցները ճիշտ հասկանան ինչ կնշանակի բնիկ հայը լալը։ Ասենք թե մենք էկոխումբը չենք մենք, որ պիտի էկոլոգիով զբաղվենք։ Մենք մեր դունի մասին է խոսքը։ Այս տարածքը մեր դունն է։ Եվ մեր դունին մեջ մենք ունենք սրբությունը, ունենք օրենքները, ապրելու ցևը, ապրելու գոյատևելու, ուժեղացնելու, զարգանալու ցև ունենք։ Եթե մենք ուրիշներու պես կուզենք ապրել, որպես Արմենիան Հայաստանի հայ, սխալ է։ Մենք պետք չունենք ուրիշներու պես ապրել։ Մենք ունենք մեր ինքնությունը, մեր մշակույթը, մեր ավանդույթները, մեր օրենքները։ Ինչու՞ չպիտի հարգենք ինչ որ մենք ունենք եւ միշտ պիտի երթանք ուրիշներու մոտ, որ ուրիշները մեզի թարանեցին, մեզի քողացան, տարիներ ի վեր, մեզի ինչ որ մենք ունեցանք, վերցեցին իրենց համար եւ իրենց ցևով խառնեցին։ Ինչու մենք պիտի միշտ վերադառնանք այդ ասենք թե քիսատ իմքերուն վրա, եթե մենք ունենք իսկական իմքերը։ Այդ ամեն ինչ մենք պետք է խոսենք, այդ ամեն ինչ մենք պետք է բաժնվենք։ Այդ իմաստով Արմենիան Հայաստանի կառավարությունը կշարունակի թիմել պետությունները եւ զարմանալի։ Մենք անցյալ շաբաթ ցեզի ներկայացնեցի, որ մենք արդեն պիտի թիմենք Ունաստանը եւ պիտի ներկայացնենք ուշագիրը, պատերազմը եւ կտեսնանք, որ Երևանյան նախագահ գնաց 2 օր Ունաստան։ Հասկանաք, նույն խնդիր ունեցանք բարոն Մակրոնին հետ 10 օրից հետո Երևանյան վարչապետը գնաց Մակրոնի մոտ, նույն խնդիր ունեցանք Թրամփին հետ, նույն խնդիր ունեցանք
տարբեր պետություններ ունենք, որ մենք գործենք արդակին գործերի միջոցով կապերը հաստատել, անմիջապես կտեսնանք, որ շուտ-շուտով վազելով Երևանյան ասենք ներկայացուցիչները արդեն գմիջամտեն։ Պրինցիպով խնդիր չի գա, ինչու՞ չէ, տողալբես լա, բայց դա կրկիր է։ Ադորամալ ես այս շաբաթ չեմ ասել ցեզի, որ պետությունը պիտի թիմենք եւ ինչպես պիտի թիմենք, բայց իմացեք, որ շատ հետաքրքիր աշխատանքը պատրաստեցինք, երկար աշխատանք բնե, եւ թիմումը շուտով պիտի ներկայացնենք այդ պետության, որպեսզի կարողանանք այս պետության հետ վերականգնենք մեր հարաբերությունները, որ մենք այդ պետությունը ընդունեց մեզի 1920-ից ի վեր մեր ամբողջ իրավունքներով եւ ամեն ինչով իմագույմա անունը չեմ ասել, բայց անպայման ցեզի կներկայացնեմ, որովհետեւ դուք որպես Արևմտյան Հայաստանի հայություն իրավունք ունիք իմանալ ինչ աշխատանքները կնենք եւ ինչպես այդ աշխատանքները կնենք ովևէ ցևով, ովևէ չափով կոնե պետք է դերակայանք, բայց դա կրկիր է եւ մենք պիտի շարունակենք մեր արտաքին գործոստնախարարության կողմեն պիտի շարունակենք գաբերը վերականգնել մեկ-մեկ կապերը վերականգնել այդ բոլոր պետություններուն հետ, որ թիկուն կայնեցին մեզի։ Թող թիկուն կայնեցին մեզի ճանաչելով, մեր պետականություն ճանաչելով, թիկուն կայնեցին մեզի մեր ցեղասպանության ճանաչելով, այդ բոլոր պետություններուն հետ մենք հոր հարաբերությունները պիտի վերականգնենք։ Եվ մենք ամացայն չենք, որ ուրիշ ռեժիմները կամ կուսակցությունները կամ ովևէ մեկը օգտագործե մեր պետական բնավորությունները կամ մեր պետական ճանաչումները կամ մեր զոհերի ցավերը իրենց անձնական շահերու համար։ Մենք ամացայն չենք։ Այդ իմաստով մեխանիզմը պիտի մեջտեղ բերեմ, որովհետեւ այդպես խաղերը չի շարունակվի, որովհետեւ շատ է օգտագործել ցեղասպանության ընդանուր վիճակները կամ ճանաչումները ուրիշ անձի կամ խումբի կամ միավորումի կամ գիտեմ ինչի շահերու համար։ Ինչու՞։ Մենք ցեղասպանության ճանաչումը օգուտ պիտի լա Արևմտյան Հայաստանի հայության իրավունքներուն համար, չէ՞, կամ Արցախի հայության իրավունքներուն համար, ոչ ուրիշ բանի։ Եվ կխոսենք սրբությունը, եւ կխոսենք սրբավայրերը, կասկնաք ինչի մասին կխոսենք։ Եվ հարգանք։ Առանց հարգանք բամը չի լինելու։ Եթե մեր մեջ հարգանք չի գա, այդպես բաներ կպատահեն, ասենք թե մեր տարածքային մասերը գազնեն մեկին, կուտան մյուսին, եւ այդպես կբաժնվեն մեր պետականությունը, որովհետեւ ընդհանրապես մենք, որպես Արևմտյան Հայաստան, հնարավորություն չունենանք վերականգնելու մեր միացյալ Հայաստանի ամբողջականությունը։ Մենք պատրաստ ենք շարունակելու այս պայքարը, շարունակենք բոլորս միասին ամոզելու եւ ներկայացնելու մեր Արցախի հայության, որ անպայման պետք է դատական աջալներով անցնի աշխնդիրը, այդ լուրջ խնդիրը, հիմնավորված է միջազգային դատարանի կողմեն այդ ամեն ինչը, մենք պետք է հնարավորություն տանք դատավորներուն, որ իրենց վճիրները ճիշտ ձևով ներկայացնեն։ Շնորհակալություն ցեզի
եւ շուտով նորեն միանալ շնորհ հանդիպենք շնորհակալություն